Սա մեր բեմն է, այստեղ մենք այսօր պիտի ներկայացնենք խնամախոսը եւ սա մեր Հայկի իմ հերոսի աշխատասեղանն է, ընկերոջ ամառանոցում ինքը այսպես կահավորել է։ Արմավիր քրեակատարողական հիմնարկ ցուցանակն է միայն խանգարում, որպիսի ներկայացման դեկորներն իսկական թատրոնի տպավորություն ստեղծեն։ Տարածքին բեմական տեսք են հաղորդել ձեռքի տակ գտած բոլոր հնարավոր նյութերով, ու որ ամենակարևորն է վառ երևակայության շնորհիվ։ Յուրաքանչյուր գետնից բարձր տարածություն պրոֆեսիոնալ լավ թիմը կարող է դարձնել բեմ եւ այդտեղ ծառայել իր հանդիսատեսին։ Մխիթար Մոս Մուշեղյանին արդեն շատերն են ճանաչում, միայն մարմնով բանտարկվածն այս անգամ հրավիրյալներին որոշել է զարմացնել թատերական ներկայացմամբ, որ բեմադրել են Արմավիր քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման տղաների հետ։ Հարեգանը, իդեմ ինչեր անում հարեգանը, մի խոսքով հարեգանը կախել է հոգեբուժարանից և վավաստան կպնդրել, ես այն կարավա դու գշվել ես, Ներկայացումը բեմադրված է Մխիթարի խնամախոս կատակերգական պիեսի մոտիվներով։ Խնամախոս կատակերգությունը առաջին անգամ նախ ասեմ, որ լույս է տեսել 2020 թվականին մեր նշանավոր երգիծաբան Հրանտ Ղազարյանի Հորիզոնի առաջաբանով եւ քանի որ գրքերը սպառվել էին եւ թեման միշտ ակտուալ է զույգերի եւ զույգերի ծնողների կողմից այդ խոչընդոտների եւ այլն որոշեցինք վերահրատարակել անպայման եւ այս անգամ ուրեմն նախախոսքով հանդես եկավ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը գրականագետ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Բյուրեղիկ Մնեյանը։ Մռայլ իրականության մեջ ժպիտը հատկապես քրեակատարողականում ամոքիչ դեր ունի, ասում է զրուցակիցս։ Պիեսի ընտրության հարցում հենց այս գործոնն են հաշվի առել։ Կարծում եմ, որ այս տեսակ թեմաները կարևոր են այսօր մեր հասարակության համար։ Առհասարակ թատերական արվեստի խնդիրը եւ թատերական գործչի խնդիրը, գրողի խնդիրը մատը զարկերակին պահելն է եւ հասարակության օրվա հետ քայլելն է, այսինքն եթե կարճ սահմանումը բերենք, լինել քո ժամանակի քաղաքացին։ Այս է խնդիրը եւ կարծում եմ, որ այս թատերգությունը պիտի որ ինչ որ բան տա հանդիսականի։ Մխիթար Մոս Մուշեղյանի անազատության տարիներին հրատարակված արդեն 10-րդ գիրքն է խնամախոսը։ Ստեղծագործ մարդու համար ճաղերը խոչընդոտ լինել չեն կարող։ Սեղանին խնամքով դասավորված մեդալներն ու տարբեր ստեղծագործական միավորումների անդամակցության տոմսերը գրողի ամենամեծ գնահատականներն են։ Ուրախալի է, որ միջազգային մշակութային համայնքում ընդունել են իմ ստեղծագործությունները եւ այստեղ տեսնում ենք Ռուսաստանի գրողների միության իմ անդամատոմսը, որը անդամությունը ստացել եմ 2023 թվականին, իդեպ Պուշկինի ծննդյան օրը, հատկանշական, այո, եւ Ռուսաստանի բանաստեղծների միությունը եւ ժամանակակից մշակույթի ինտերնացիոնալ ակադեմիայի ակադեմիկոսի վկայականը։ Անազատության մեջ, բայց մտքով ազատ արվեստն օգնում է բախտակիցներին ապրել, ստեղծագործել ու դրական վարքով ցույց տալ իրավապահ համակարգին, որ վերասոցիալականացման գործընթացը պտուղներ է տալիս։ Բեմի լինելու մասին չեմ մտածել ի սկզբանե, բայց ներգրաված լինել տարբեր միջոցառումների միշտ ցանկություն եղել է։ Շատ ակտիվ մասն ենք մենք կազմում այս մեր մշակութային միավորման, ինչպես տեսնում եք, այստեղ կավից աշխատանքներ կան, սրանք մեծ մասամբ իմ ձեռքի աշխատանքներն են, այստեղ գտնվելով ես սովորեցի կավագործություն, հետո ընթացք սկսեցի նաև մասնակցել Մուշոյի խմբակներին, թատերական, ինչի արդյունքում ստացվեց այն ինչ ստացվեց եւ այսօր նաև դերակատարում ունեմ։ Վստահաբար դերասան չեմ, բայց ժամանակին սովորել եմ թատերական ու շատ հաճույքով ընդունեցի այս առաջարկը Մուշեղից։ Հավանում եք ձեր կերպարը։ Հա։ Ինչ դեր եք կատարում, մի փոքր պատմեք։ Բանտի հոգեբուժարանից փախած գժի կերպար։ Թու! Եվ այդ թու! Դուք այդպես եք չհասկացաք ձեր խոսքի գշիրը։ Քնացեք բարով ես չեմ գալիս։ Ո՞նց է չես գալիս։ Այ ես այդպես։
Ներկայացմանը ներկա էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նախարարը վստահեցրեց, որ դատապարտյալների դրսևորած դրական վարքը հաշվի կառնվի նրանց գործերի քննության ժամանակ։ Իսկ վերջում նաև խնամախոս գրքի բարեգործական վաճառքներ, որի հասույթը հեղինակի ցանկությամբ կտրամադրվի Հայ ասոցիացիայի Հայ մանուկ հիմնադրամին։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։